իշխանությունները փորձում են ստուգել արձագանքներն ինչպիսին կլինեն, որ արդեն ավելի մեծ պրոյեկտներով գան այստեղ։ Իհարկե, ինչ-որ կերպ նաև փորձում են, ու շատ ողջունելի է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի այս ծավալի մասնակցությունը, սրանով շատ պարզ, ուղիղ իրենց աջակցությունն են հայտնում վեհապարին և Սուրբ Առաքելական եկեղեցին։ Մեր կողմից չի լինելու, բայց բնականաբար մենք պաշտպանելու ենք։ Դե դրա համար են եկել։ Գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին։ Էսա Հայաստանը այսպես բաժանել է։ Էսին Նիկոլայի գիծն է, որ քաշել է։ Այն կողմում հակահայ, եկեղեցու դեմ պայքարող փրկապատակ մարդիկ են, այս կողմում մարդիկ պաշտպանում են ընդհանրապես իրենց եկեղեցին։ Իշխանությունները քննադատում են, որ ընդդիմադիր ուժերը, նաև դուք, քոչարյանականները, ռուսաստանաբնակ օլիգարխի կողմնակիցները կաթողիկոսի հրավերով այստեղ մասնակցում եք եւ միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, Չենք միջամտում թուրքերից ու թշնամիներից պաշտպանում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի ու այն սադրիչներից ու պաշտպանելու ենք մինչև վերջ։ Այսպես կանգնելու ենք ու պաշտպանանք մեր եկեղեցին, թույլ չտանք այդ սադրիչներին հարձակվել, թիրախավորել մեր եկեղեցին։ Կաթողիկոսի հանդիպում ունեցել եք վերջին շրջանում որևէ խոսակցություն։ Ոչ։ Ընդհանրապես շատ են եղել, բայց այս վերջի շրջանում չէ։ Ասարատական սա արդյոք բարվեքություն չէ, մի մասում վեհապարի հեռացում են պահանջում, մի մասում ի աջակցություն վեհապարի են Ընդհանրապես հայ ժողովրդի համոքն է։ Իհարկե պառակտում է, բայց այս գիծը քաշել է Նիկոլը, ու մենք պետք է պահենք մեր եկեղեցին, ուրիշ տարբերակ չունենք։ Էսա այսօր դժբախտաբար հայկական իրականությունը, մենք էջ միացնում, ստիպված ենք պաշտպանել հայոց վեհապարին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Էս է իրականությունը։ Որականները այսօր հաջողության կհասնեն։ Իհարկե չեն հասնում, ոնց կարան հաջողության հասնել։ Իրենք ձախողված են ու բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել եկեղեցու դեմ։